Լոս Անջելեսի իրավապահները շոկային փաստեր են բացահայտել MacArthur այգին թմրավաճառներից մաքրելու հերթական գործողության ժամանակ։ Անգամ փորձառու իրավապահներն են ապշել, երբ հանցագործների թվում բացահայտել են քաղաքային իշխանության ներկայացուցիչների։ Ազատենք MacArthur այգին օպերացիայի շրջանակում ձերբակալվել են ևս 6 անձ։ Նրանցից մեկը Մայքլ Ալվարեսն է։ Նա եղել է խաղաղության դեսպան ծրագրի աշխատող տարեկան $58,000 աշխատավարձով։ Քաղաքային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Քրիստոֆեր Ջոնսոնը թմրանյութ է վաճառել իր մեքենայից։ Նա ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության աշխատակից։ MacArthur այգին թմրավաճառներից մաքրելու հերթական օպերացիային մասնակցել է ավելի քան 150 իրավապահ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հատուկ ընդգծում է, որ այս գործողությունները որևէ կապ չունեն ներգաղթային վերահսկողության հետ եւ ուղղված են բացառապես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Այգին թմրավաճառներից վերջնականապես ազատելուն ուղղված գործողությունները կշարունակվեն առաջիկայում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Պատերազմի ավարտը ստորագրված է Թրամփի եւ Իրանի նոր գործարքը, ինչ կապ ունի ամերիկացի վարորդների հետ։ Մահացու կրակոցներ Լոս Անջելեսում փախուստը ավարտվել է ձերբակալությամբ։ Սիմի Վելի խանութներից մեկում սարսափելի ծեծկռտուք է տեղի ունեցել ուղիղ եթերում։ Թունավոր գազի արտահոսք եւ հրդեհ Լոս Անջելեսի կեսը շնչահեղձ է լինում։ Ինքնավար մեքենաները վտանգավոր ճանապարհին Վեյմոն հետ է կանչում միանգամից մոտ 4000 ռոբոտ տաքսի։ Թողարկման երկրորդ մասում սպասեք Մանու Հարությունյանին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Աշխարհը կարող է հանգիստ շունչ քաշել։ Առցանց ստորագրումից հետո արված հայտարարություններով Թեհրանն ու Վաշինգտոնը վերահաստատել են, որ որոշել են պատերազմելու փոխարեն բանակցել։ Անգամ իր կոշտ դիրքորոշումներով հայտնի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն է նշել, որ չնայած ինքը ի սկզբանե այլ դիրքորոշում է ունեցել, բայց որոշել է աջակցել խաղաղության գործընթացի վերաբերյալ Իրանի նախագահի առաջարկին։ Ստորագրված համաձայնագիրը 14 կետից է բաղկացած, ըստ դրան ԱՄՆ-ն կհանի Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Իրանն էլ պետք է բացի նավթի արտահանման ուղիները։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ունենալ հրթիռներ, Հորմուզի նեղուցը բացվել է։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ վերացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը կստանա նաև $300 միլիարդ աջակցություն, այս գումարը կօգտագործվի վերականգնման համար։ ԱՄՆ-ն եւ Իրանը վերջնական պայմանագիրը պետք է համաձայնեցնեն ու ստորագրեն 60 օրվա ընթացքում։ Քննարկումներում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Վենսը։ Շատ հարցեր դեռ մնում են անորոշ։ Չլուծված հարցերի թվում է Լիբանանում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունները։ Իրանը համաձայնագրի այս տարբերակը հաղթանակ է համարում։ Թրամփի քննադատները պնդում են, որ պայմանները ձեռնտու են Թեհրանին։ Ինչ է կատարվում ԱՄՆ-ում, ինչ է կատարվում հենց Լոս Անջելեսում, դրանցից ինչը կարող է հետաքրքիր ու ամենակարևորը օգտակար լինել Ամերիկայում ապրող մեր հայրենակիցներին։ Մեր ալիքի 15,000-ից ավելի բաժանորդներն այս հարցերի պատասխաններն ամեն օր ստանում են մեր թողարկումներում։ Կարող եք միանալ նաև դուք ու միասին կհատենք 20,000 բաժանորդի սահմանը, իսկ մինչ այդ օրվա լրահոսը շարունակենք դրական լուրով։ Բենզինն էժանանում է, ԱՄՆ-Իրան հաշտեցման հեռանկարին անմիջապես արձագանքել է վառելիքի միջազգային շուկան։ Վերջին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ բենզինի գինը $4-ից իջել է։ Նվազումը զգացել են նաև ամերիկացի վարորդները, սակայն փորձագետները դեռ մտահոգված են, նավթի պաշարները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են, տնտեսությունը դեռ զգում է լարվածությունը։ Շուկաները դրական են արձագանքել Իրանի հետ խաղաղությանը, նավթի գները վերջին 2 շաբաթում իջել են 15%-ով, այնուամենայնիվ դրանք ավելի բարձր են, քան պատերազմից առաջ։ Փորձագետները նշում են, որ սպառողները պետք է պատրաստ լինեն նոր տատանումների։ Թեև գները նվազել են, պաշարների սղությունը մնում է լուրջ խնդիր, այնպես որ խորհուրդ են տալիս վառելիքի հետ կապված երկարաժամկետ ծրագրեր չկազմել։ Մի քանի լուր տեղական լրահոսից Լոս Անջելեսում կրկին մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է գրանցվել, կասկածյալը փորձել է փախչել ոստիկաններից։ Նա կապված է Պոմոնայում տեղի ունեցած սպանության հետ։ Ավտոմեքենան ընթացել է Լոս Անջելեսի հյուսիսային հատվածներով։
Փախուստը սկսվել է 5-րդ մայրուղուց, Սև Կիա մակնիշի մեքենան եղել է հետախուզման մեջ։ Պոմոնայի ոստիկանությունը փնտրում էր հենց այդ մեքենան, մի քանի ժամ տևած հետապնդումն ավարտվել է Լանկաստերում։ Ոստիկանները օգտագործել են հատուկ փշոտ ժապավեններ, մեքենայի ամբադողերը վնասվել են։ Իրավապահները կատարել են հատուկ հնարք եւ կանգնեցրել մեքենան, կասկածյալը դուրս է եկել ավտոմեքենայից ու հանձնվել, նա ձերբակալվել է։ Հետապնդման ընթացքում տուժողներ չեն եղել, հետաքննությունը շարունակվում է։ Սիմի Վելիի Թարգետ խանութում անծանոթ տղամարդը հարձակվել է գնորդների վրա, ականատեսները տեսագրել են բռնության սարսափելի պահերը։ Տղամարդը մտել է խանութ ու անմիջապես սկսել խեղդել կնոջը։ Դեպքը տեղի ունեցել հունիսի 17-ին Թիերա Ռեջադա փողոցի խանութում։ Խանութի աշխատակիցները եւ գնորդները փորձել են օգնել կնոջը, սակայն 34-ամյա Ռեժան Թաբորը սկսել է հարվածել նրանց։ Կռվի ընթացքում տուժել է նաեւ մեկ չափահաս։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հարձակվողը հրում կանանց։ Ոստիկանները ձերբակալել են Թաբորին։ Նախնական տվյալներով հարձակվողը չի ճանաչել տուժած կնոջը։ Այլ տուժածներ ստացել են թեթև վնասվածքներ, կինը, որին խեղդել են, այժմ հիվանդանոցում է։ Նրա վիճակը կայուն է։ Թաբորը կալանավորվել է, նրան տարել են Վենտուրա շրջանի գլխավոր բանտ։ Նրան մեղադրում են սպանության փորձի եւ այլ ծանր հանցանքների մեջ։ Հրդեհն ու վտանգավոր նյութերի արտահոսքը ավելի քան 1 օր տագնապի մեջ են պահել Լոս Անջելեսի կենտրոնից արևելք ընկած ամբողջ հատվածը։ Boyle Heights-ում պահեստի հսկա շենքում հրդեհ է բռնկվել ու ամոնիակի արտահոսք է արձանագրվել։ Հաշվի առնելով ամոնիակի վտանգավորության աստիճանը, հարևան տարածքների բնակիչներին հրահանգվել է ինքնամեկուսանալ տներում, փակելով դռներն ու լուսամուտները եւ անջատելով օդորակիչները։ Իշխանությունները տարհանել են 70 մարդու, նրանք դուրս են բերվել պահեստից եւ հարևան շենքից։ Մենք տարհանել ենք բոլորին եւ տեղափոխել անվտանգ վայր, նշել են պատասխանատուները։ Շենքը 500,000 քառակուսի ոտնաչափ տարածք է զբաղեցնում։ Հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը, սակայն օդի որակի հետ կապված խնդիրները շարունակում են պահպանվել։ Օդի որակի մոնիթորինգը շարունակվել է նաեւ կրակը մարելուց հետո։ Հարավային ափի օդի որակի կառավարման շրջանը զգուշացումը երկարացրել է մինչև շաբաթվա վերջը։ Անցած տարի նույն շենքում կրկին հրդեհ էր եղել։ Այդ ժամանակ պատճառը էլեկտրական անսարքությունն էր եղել։ Հերթական հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Վաշինգտոն նահանգում ուժեղ քամիները հրդեհը տարել են դեպի բնակելի թաղամասեր, ավելի քան 1500 մարդ ստիպված են եղել շտաբ տարհանվել։ Ավերվել է առնվազն 15 տուն, ոստիկանությունը հայտնաբերել է մարդկային մնացորդների նմանվող հետքեր, իշխանությունները ճշտում են մահվան պատճառը։ Հրդեհը տարածվել է 222 ակր տարածքի վրա, այն միայն 10%-ով է մեկուսացված։ Բնակիչները հեռանալից չեն հասցրել վերցնել անգամ դեղորայք։ Կրակի դեմ պայքարը նաև ուղղաթիռներ է ներգրավվել։ Արտակարգ իրավիճակների ղեկավարման դաշնային գործակալությունը Վաշինգտոնին օգնություն կտրամադրի։ Սա նահանգում առաջին դրամաշնորհն է այս տարի։ Եղանակային պայմանները հիմա հրշեջների օգտին են, քամիները թուլացել են, ջերմաստիճանը նույնպես նվազել է։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ի տարբեր հատվածներում հրդեհների վտանգը մնում է բարձր, Կալիֆոռնիա նահանգը եւ հարավարևմտյան շրջանները նույնպես վտանգի տակ են։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին լինել զգույշ։ Վերադառնանք միջազգային լուրերին, Վաշինգտոնը սկսել է հաշիվ պահանջել իր այն դաշնակիցներից, որոնք իրենց ճիշտ չեն պահել Իրանի հետ պատերազմի օրերին։ Պաշտպանության նախարար Հեքսեթն է կոշտ քննադատել եվրոպացի դաշնակիցներին։ Իրանի դեմ հարձակման համար բազաներ չտրամադրելը Հեքսեթն անվանել է ամոթալի արարք, որպես պատասխան ԱՄՆ-ն սկսում է Եվրոպայում իր ուժերի վերանայումը։ Սա տևելու է 6 ամիս։ Հեքսեթը պահանջում է Եվրոպայից ավելի մեծ պատասխանատվություն, սա լինելու է իրական ստուգում, նշել է նախարարը։ ԱՄՆ-ն արդեն սահմանափակել է ռազմական աջակցությունը, Վաշինգտոնը չի տրամադրի որոշ ռազմանավեր եւ ինքնաթիռներ։ ԱՄՆ-ն ցանկանում է ուժերը վերաբաշխել, կենտրոնանալով Չինաստանի հնարավոր սպառնալիքների վրա։ Այդքանով հանդերձ ԱՄՆ-ն կպահպանի իր միջուկային զենքը Եվրոպայում։ Գլոբալ սպառնալիքի դեպքում Վաշինգտոնը կաջակցի, բայց ահա լոկալ մարտահրավերներին եվրոպացի դաշնակիցները պետք է ինքնուրույն հակազդեն։ ԱՄՆ նվազեցնում է ճգնաժամային աջակցության ծավալները։
Ամերիկյան հզոր չիպերը կարող են տեղորոշիչ սարքեր ստանալ ու դա կլինի պարտադիր։ Մի խումբ ընկերություններ պաշտպանում են չիպերի անվտանգության մասին օրինագիծը։ Դրան հասանելիություն չեն ունենա ԱՄՆ մրցակիցներից առաջին հերթին Չինաստանը։ Օրենքը պարտադիր կդարձնի տեղորոշման մեխանիզմների տեղադրումը, դա կփակի արտահանման ոլորտի բազմաթիվ բացերը։ Ներկայիս օրենքները լիարժեք չեն գործում։ Երրորդ երկրների միջոցով ամերիկյան չիպերը հասնում են հենց Ամերիկայի մրցակիցներին։ Իրավապահները արդեն բացահայտել են 2.5 միլիարդ դոլարի ապօրինի գործարք։ Օրինագծի կողմնակիցները նշում են, սա հստակ ճանապարհ է անվտանգության խնդիրը լուծելու համար։ Նոր տեխնոլոգիան թույլ կտա ստուգել չիպերի գտնվելու վայրը ցանկացած պահի։ Ընկերությունները պնդում են, որ սա տեխնիկապես հնարավոր է, սակայն որոշ կազմակերպություններ դեմ են այս նախաձեռնությանը։ Նրանք կարծում են, որ սա կխոչընդոտի առևտրին, չնայած դրան ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Սենատում քննարկումները դեռ սկզբնական փուլում են։ Գիտնականները ստիպված են լրջորեն պայքարել TikTok-ում վիրուսային դարձող տեսանյութերի դեմ, որոնք պնդում են, թե արևապաշտպան քսուկները առողջության համար վտանգավոր են։ Ուսումնասիրվել են մոտ 1000 տեսանյութ, պարզվել է, որ ակնհայտ սուտ պարունակող տեսանյութերը ավելի շատ արձագանք են գտնում։ Տարածված են պնդումներ, թե քսուկը թունավոր է, ոմանք էլ նշում են, որ այն վնասում է կրծքի կաթը կամ մաշկի քաղցկեղ է առաջացնում։ Գիտնականների խումբը հերքում է այդ լուրերը, մասնագետները վստահեցնում են, սաստկացող շոկի պայմաններում արևապաշտպան քսուկ չօգտագործելը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։ Հորդորում են վստահել միայն գիտական ապացույցներին։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Շուն վարժեցնողը սպանել է 11 կենդանու, իր վայնի 54-ամյա բնակիչը նրանց փակել է տաք ֆուրգոնում, կենդանիները սատկել են ջերմային հարվածից, հանցագործը փորձել է թաքցնել հետքերը, նա շների տերերին խաբել է, նշելով, թե կենդանիները սատկել են անհասկանալի պատճառներով, իսկ ինքը փորձել է հետքերը կորցնել, մարմինները այրելով դիակիզարանում։ Գործը հետաքննում է իր վայնի ոստիկանությունը, քննիչները հայտնաբերել են հանցագործության ապացույցները, դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Հանցագործին սպառնում է մոտ 14 տարվա ազատազրկում, դատավճիռը կկայանա հուլիսի 10-ին։ Օգտվել թե չօգտվել ինքնավար մեքենաներից հարցը կրկին հրատապ է դարձել, քանի որ հարյուրավոր ռոբոտաքսիներ սկսել են մոլորվել ավտոճանապարհներին։ Մեքենաները մուտք են գործել շինարարական գոտիներ, շարունակելով շարժվել մեծ արագությամբ։ Waymo ընկերությունը հետ է կանչել մոտ 4000 մեքենա, ծրագրային ապահովման խնդիրը լուրջ վտանգ է ստեղծել։ Հետկանչը վերաբերում է 5-րդ սերնդի համակարգերին, ըստ պաշտոնական ծանուցման, ինքնավար մեքենան կարող է մտնել եւ երթևեկել շինարարական գոտիներում։ Մեքենաները հաճախ չեն ճանաչում շինհրապարակները։ Այս խնդիրը արդեն 13 միջադեպի պատճառ է դարձել։ Միջադեպեր են գրանցվել Ֆինիքսում եւ Սան Ֆրանցիսկոյում։ Մեքենաների զանգվածային ջարդ է արձանագրվել Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդում։ Տասնյակ մարդիկ առավոտյան հայտնաբերել են, որ իրենց մեքենաները կողոպտված են։ Ընդհանուր առմամբ տուժել է մոտ 20 ավտոմեքենա, հանցագործները գործել են գիշերվա ընթացքում նույն ձեռագրով։ Մեքենաները կայանված են եղել Էրվին փողոցի մոտակայքում, թիրախ դարձած բոլոր մեքենաների ապակիները ջարդված էին։ Հանցագործները մեքենաների սրահներում գտած արժեքավոր իրեր են գողացել։ Կողոպուտի դեպքերն ուսումնասիրվում են։ Ոստիկանությունը տուժածներին հորդորում է այցելել բաժին, վնասների վերաբերյալ տեղեկանքներ կազմել։ Ձերբակալվածներ առայժմ չկան։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ է պատմելու հերթական նահանգի մասին։ Բարև ձեզ, գիտեիք, որ հարավային Դակոտայում կա մի վայր, որտեղ տարեկան ավելի քան 2 միլիոն մարդ է գնում ընդամենը 4 քանդակ տեսնելու համար։ Խոսքը Mount Rushmore-ի մասին է։ Այստեղ գրանիտե լեռան վրա փորագրված են Վաշինգտոնի, Ջեֆերսոնի, Լինքոլնի եւ Ռուզվելտի դեմքերը։ Սա նահանգի ամենահայտնի խորհրդանիշն է եւ ԱՄՆ-ի ամենաճանաչված հուշարձաններից մեկը։ 2025 թվականին Mount Rushmore-ը ըստ տարբեր գնահատականների ընդունել է մոտ 2 միլիոն այցելու։ Հուշարձանը կառուցվել է 1927-ից 41 թվականներին, իսկ շրջակայքի սև բլուրները զբոսաշրջիկներին առաջարկում են տասնյակ արշավային ուղիներ եւ անմոռանալի տեսարաններ։ Շատերը խոստովանում են, որ այստեղ գալու գլխավոր պատճառը հենց այն զգացողությունն է, երբ առաջին անգամ տեսնում են լեռան վրա հայտնված նախագահներին։
Եթե ուզում եք մեկ օրում տեսնել բիզոններ, եղջերուներ, լեռնային լճեր ու ասեղի նման հարթ ու սուր գրանիտե ժայռեր, ապա Կաստեր պետական պարկը հենց դրա համար է։ Այստեղ մեքենայով զբոսնելիս երբեմն ճանապարհը փակած բիզոնների բազմությունն է որոշում, երբ եք շարունակելու առաջ գնալ, եւ անկեղծ ասած, այդ վեճում միշտ բիզոններն են հաղթում։ 71,000 ակր տարածք զբաղեցնող պարկը տարեկան ընդունում է մոտ 2 միլիոն այցելու։ Ամենահայտնի հատվածներից են Wildlife Loop Road-ը, Sylvian Lake-ը եւ Black Elk Peak-ը։ Ժայռոտ լեռներից արևել գտնվող ամենաբարձր գագաթը։ Ավելի քան 1300 ազատ շրջող բիզոնները դարձել են պարկի գլխավոր աստղերը եւ հարավային Դակոտայի այցեքարտերից մեկը։ Հարավային Դակոտայում կա նաև մի հուշարձան, ձան, որն արդեն գրեթե 8 տասնամյակ է շարունակում են կառուցել Crazy Horse Memorial-ը, նվիրված է Լակոտա ժողովրդի լեգենդար առաջնորդ Խելագար ձիուն եւ ավարտվելու դեպքում աշխարհի ամենամեծ ժայռափոր հուշարձանը կլինի։ Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն քանդակը տեսնելու, այլև բնիկ ամերիկացիների մշակույթին ծանոթանալու համար։ Հուշահամալիրը տարեկան ընդունում է ավելի քան 1 միլիոն այցելու։ Տարածքում գործում են Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների թանգարանը, մշակութային կենտրոնը եւ կրթական ծրագրեր։ Զբոսաշրջիկների համար ամենատպավորիչ պահերից մեկն այն է, երբ ավտոբուսով մոտենում են հսկայական քանդակի հիմքին ու տեսնում դրա իրական չափերը։ Ասում են, սա վախենալու չափ տպավորիչ է։ Եթե ուզում եք տեսնել մարսյան բնապատկեր երկրի վրա, ապա Badlands ազգային պարկ շտապեք։ Սուր գագաթներ, շերտավոր ժայռեր, անսահման տափաստաններ եւ 100 միլիոնավոր տարիների պատմություն։ Այստեղ նույնիսկ ռեժիսորներն են գալիս այլ մոլորակային տեսարաններ նկարահանելու համար։ Դեկորացիան ձրի է, միայն եղանակին դիմանակ։ Badlands-ը 2025 թվականին ընդունել է մոտ 1 միլիոն այցելու։ Պարկը հայտնի է աշխարհի լավագույն բրածո հանքավայրերից մեկով։ Դա մի վայր է, որտեղ հայտնաբերվել են հնագույն կաթնասունների եւ դինոզավրերի ամենաշատ մնացորդները։ Բացի այդ, այստեղ ազատ շրջում են բիզոնները, իսկ մայրամուտի ժամերին կարմրավուն ժայռերը ստանում են գրեթե անիրական գույներ։ Sioux Falls քաղաքի սրտում կա մի զբոսայգի, որտեղ մարդիկ ժամերով պարզապես կանգնում ու նայում են ջրին։ Թվում է անիմաստ զբաղմունք է, բայց երբ տեսնում ես, թե Big Sioux գետը վարդագույն ժայռերի միջով ինչպես է թափվում ներքև, հասկանում ես ինչու է Falls Park-ը դարձել ամբողջ նահանգի ամենասիրված քաղաքային տեսարժան վայրը։ Falls Park-ը տարեկան ընդունում է ավելի քան 1 միլիոն այցելու։ Այստեղ կան դիտաշտարակ, զբոսանքի արահետներ, լուսանկարվելու հարթակներ եւ քաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը։ Ամռանը զբոսաշրջիկները գալիս են ջրվեժները տեսնելու, իսկ ձմռանը տոնական լուսավորությամբ հայտնի Winter Wonderland միջոցառմանը մասնակցելու։ Իսկ եթե ուզում եք բառացիորեն գետնի տակն անցնել, ապա Wind Cave ազգային պարկը սպասում է ձեզ։ Լակոտա ժողովրդի ավանդույթներում այս քարանձավը սրբազան վայր է համարվում, իսկ գիտնականները այն դասում են աշխարհի ամենաբարդ քարանձավային համակարգերի շարքում։ Այստեղ արկածը սկսվում է հենց այն պահին, երբ բացվում է վերելակի դուռը։ Այս քարանձավները շատ ավելի երկար են, քան շատ մայրուղիներ։ Wind Cave-ում քարտեզագրված են ավելի քան 160 մղոն անցումներ, իսկ գլխավոր առանձնահատկությունը հազվագյուտ հանքային գոյացություններն են, որոնք աշխարհում գրեթե ոչ մի տեղ այս քանակով չեն հանդիպում։ Պարկը տարեկան ընդունում է մոտ 700-ից 800 հազար այցելու եւ հայտնի է նաեւ իր բիզոններով ու լայն խոտածած քարթավայրերով։ Դե նրանք վերևում են, արևի տակ, իսկ թե քարանձավներում ինչեր կան, մինչեւ վերջ ոչ ոք չգիտի։ Ահա այսպիսին էր հերթական նահանգը, որը բացահայտեցինք միասին։ Ուզում ես դեպի հաջորդ նահանգներ մեր ճանապարհորդությունները բաց չթողնել, անպայման բաժանորդագրվիր մեկնաբանություններում գրիր քո կարծիքը, կիսվի ճամփորդության քո փորձով։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը, ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։